Օրեր առաջ լրատվամիջոցներն իմացա, որ Վեհապար Հայրաբեդը եւ մեր 6 եպիսկոպոս եղբայրները հրավիրված են Թադարան, ինչ որ թադական քննության համար։ Իբրև Սփյուռքի եպիսկոպոս եւ առաջնորդ այնտեղ մանավանդ Սուրյո մեջ, իբրև առաջնորդ արաբական եւ իսլամական այդ մթնոլորտին մեջ ինձ համար անհասկանալի երևույթ է այդ, որովհետեւ այնտեղ եկեղեցին իր հանգամանքով, իր առաջնորդով իր դեղը ունի եւ այսպեսի բան անկարելի է եւ մեզի համար աներևակայելի բան է եւ այս տեսնելով մանավանդ Մայր Հայաստանի մեջ շատ մեծ ցավ է մեր սիրտին, որովհետեւ թադավառությունը ինչալ որ ըլլա նախ եւ առաջ Վեհապար Հայրաբեդին թեմ անընդունելի է, որովհետեւ Վեհապար Հայրաբեդը ոչ թե միայն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայ եկեղեցվո ղեկավարն է, այլ նաեւ մեր հոգեվոր հայրն է եւ ինքը իր հանգամանքով, իր թիրքով, իր բաշտոնով եւ նաեւ օձումով մեկ ուրիշ հանգամանք ունի մեր ժողովրդին հայ եկեղեցվո գլուխն է, այնպես ինչպես որ են մյուս եկեղեցիներու հոգեվոր բեդերը, բادرյակները եւ այլն։ Բայց վերադառնալով բուն այս թադական խնդրին եւ հարցին, ես կտեսնեմ, որ սա ոտնահարում է հայ եկեղեցվո կյանքին, սկզբունքին, ղարավարման բոլոր օրենքներուն եւ կանոնագարքին, որովհետեւ այն որոշումները, որ առնվեցան այս թադարանի մեջ հարցականի տակ դրվելով, այդ միան կպատկանին այդ դիազորությունները Վեհապար Հայրաբեդին եւ ոչ մեկ իրավունք ունի միջամտելու եկեղեցական ղարավարման եւ վարչական կյանքեն ներս։ Այդ որոշումը միան կպատկանի Վեհապար Հայրաբեդին։ Ուրեմն սա ոչ թե միայն եկեղեցվո ներքին գործին խառնվելն է, այլ նաեւ մարդուն իր հոգեվոր կրոնական ազատության ղեկավարման եւ վարչական սկզբունքային կյանքին մեջ միջամտությունն է, որը պետք չէ լա, բայց նաեւ եթե ցանոթ են քիչմը Հայաստանի Հանրապետության օրենքին, սահմանադրության, ուրեմն նաեւ այդ օրենքի եւ սահմանադրության խախտում է, որովհետեւ այդ ցևով կսահմանափակվի, կարգելափակվի եկեղեցվո որոշման եւ իրավական կյանքին թրության սկզբունքը։